Փաշինյանը մեջբերում ես խնդրել եմ մեր ռուս գործընկերներին շտաբ սկսել երկաթուղու լիարժեք վերականգնումը երազխից մինչև Նախիջևան, Ախորիկից մինչև Թուրքիայի սահմանը։ Ռուս գործընկերներին խնդրես չխնդրես, իրանք պատժամիջոցների տակ են։ Ռուսաստանի երկաթգծերը, որպես հարավկովկասյան երկաթգծերի միակ բաժնետեր, այդ կոնցեսիայի տեր, իրանք պատժամիջոցների տակ են։ Ես չգիտեմ իրանք խնդրես չխնդրես ինչ տարբերություն։ Այսինքն իրանք չեն կարող ապահովում ոչ անվտանգություն, ոչ ավտոմատացված համակարգ։ Վերականգնեք այդ գծերը։ Չեն կարող վերականգնել զրույց պիտի սարքեն ինչ վերականգնելու մասնակցություն։ Նախ եկեք դա երկրորդ հարցն է ինչքան է հնարավոր կամ Փաշինյանը արդյոք չգիտի դրա մասին։ Բարձր մի բան կանենք, թին կպցնենք կանենք։ Ակնհայտ է, որ դեկտեմբերի 10-ին էր ոնց էր։ Էրդողանը իր դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 26 թվականի սկզբին հետաքրքիր նորություններ են սպասվում հայ-թուրքական հարաբերությունների մեջ։ Ենթադրում եմ, որ Էրդողանը կբացի այդ, դե որտեղ արդեն եթե Ադրբեջանը ոնց որ այդ ձեռքի կառավարման ռեժիմով ինչ-որ բաներ ծորեն մորենա բացում, ինչ-որ դիզել աղարկում, արդեն այդ հարցն է պիտի լուծվի։ Դա կապ ունի այդ խաղաղության պայմանագրի հետ եւ տրիպի հետ։ Խաղաղության պայմանագրի կնքումը դե ըստ բանի, ասենց ասեմ, եթե խաղաղության պայմանագիրը Ալիևը ստորագրեց, այդ ուրիշ հարց է։ Դա արդեն օրենքի ուժ է ստանում։ Եթե չի ստորագրում, այս ամեն ինչը նմանա բանի, հուքի, ոնց որ բանը։ Դե ոնց որ ձեռքով կառավարվող այլ ամեն անգամ պետք է խնդրես որ անի։ Ամբողջ պատմության ամենասկզբից ես ասել եմ, որ Հայաստանը դեպի արևելք, հյուսիս-արևելք որևէ տնտեսական գործընկեր չունի, չի ունեցել, չի կարող ունենա պատմականորեն, դա փակուղի է, պատմականորեն Հայաստանի համար կենսական վտանգայտողություն է։ Երբևիցե չի եղել, որ ընդեղից մենք նորմալ բան ստանանք։ Սկսած նրանից, որ Թեշեբայինին եւ Էրեբունին քանդել են սկյութերը, որոնք եկել են ընդեղից, վերջացրած դրանով, որ օղուզները եկել են, հետո սելջուկներն են ընդեղից եկել են 10-րդ դարում, մենք ընդեղից վնասից բացի օգուտ չենք ստացել, վերջում եկել են ռուսները։ Հələ փագեք, բետոն գցեք, չգիտեմ։ Բայց դուք ասում եք փագեք, այդտեղ բացվում է արագացված տեմպերով։ Տեսեք, կան մարդիկ, ովքեր ինձ ժամանակ առ ժամանակ կոմենտներում, Facebook-ում բանում գրում են, ինչ եք է խոսում, ինչ արժանապատվություն, ապրում ենք էլի։ Դրանք հիմնականում Փաշինյանականներն են։ Մարդ կա արժանապատվություն չունի։ Իդեպ դա առաջի բանը չի, երբ որ օղուզներն ու սելջուկները եկել էին, զգալի մասը այտենց խելոք տեղավորվել էր։ Հա հիմա ինչա կնի կա, աղջիկա, թո տանեն մի հատ է դոմպ են կբերեն էլի։ Լուրջ եմ ասում, տես մարդիկ կան Հայաստանում։ Ցավոք սրտի այդ մարդիկ, ովքեր արժանապատվությունից զուրկ են, նաև մտածում են, որ խաղաղությունը արժանապատվությունից վեր է, ազատությունից վեր է։ Չկա տենց բան։ Չկա, խաղաղությունը ոչ մի բանից վեր չի, խաղաղությունը մանրադրամ է։ Խաղաղությունը այդ կոմոդ, հաղթաթուղթ է, որ դու պահում ես, ասում ես եղբայր, ինձ սա է պետք ու սա։ Ես էլ դնում եմ ստեղ խաղաղությունը, դուրս չեկար այս խաղաղության խաղակարտով կոկորտդ կկտրեմ։ Այսինքն մարդիկ պիտի հասկանան, որ խաղաղությունը քո ձեռքում է, ոչ թե նրա։ Ամբողջ փիլիսոփայությունը սուվերեն պետության կառուցված է նրա վրա, որ դու ես որոշում ինչն է կարևոր, ոչ թե բանդ ԵԱՏՄ-ն կամ հարևաններդ։ Հիմա նորից եմ կրկնում, դեպի հյուսիս-արևելք, բացի առավելագույնը 40 պսևդո-օլիգարխիկ մեգա դախլչի ընտանիքներից ոչ մեկ Հայաստանում ոչ մի շահ չունի։ Նորից եմ ասում, մեզ ավելի ձեռնտու է Եգիպտոսը, Հունաստանը, նույնիսկ Թունիսիան կամ Իսպանիան, քան Ռուսաստանը։ Ու այս պատմությունը, որ դուք ասենք բերում եք դիզել, դուք տեսել եք ընդհանրապես նավթի գները։ Նավթի գները շանմասիգին են դառել։ Նույնիսկ դիզելի։ Ասենք ցախաշխարի ցանկացած կետից ուղղակի երջանիկ կլինեն ձեզ այդ նավթ բանը, մազութը, բենզինը, ընդ որում եվրոստանդարտի բենզինը տան։ Ինչի համար է պետք ընկնել կախվածության մեջ Ադրբեջանից, չեմ կարողանում հասկանալ։ Այն էլ դիզելը,
դիզելը ծանր հրետանու եւ բանի այդ մեր տեխնիկայի համար անհրաժեշտ բան է։ Եթե CS վիճակն է, այսինքն եթե ոչ մեկ չի պատրաստվում Սյունիքի սարերը տրակացնել ու իրանց համար սարքել յայլա, վնաս չկա, հա գա Վրաստանով գալի պատտվում է։ Մեզ համար նորից եմ կրկնում։ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության համար այդ ապրանքը մտնում է Վրաստանից։ Հա կա անդեպ փաստաթղթում կի այդ ծագումը։ Բայց մուտք է գործում Վրաստանի։ Դեռ Վրաստանից, այո։ Դեռ Վրաստանից։ Յանի ինչ։ Առաջի անգամ նուրի չայ կար Հայաստանում, ոչ բոլորը մոռացել են։ Իհարկե։ Հա մոռացել են, թե կար։ Ադրբեջանական է, չէ։ Նեդերլանդները եւ եվրոպական երկրները բավականին երկար ժամանակ սերտ համագործակցում էին եւ այդ համագործակցության հիմնական թիրախը դա ռազմական ոլորտում հզորություններ, որի նպատակը սովետական միությանը կանգնեցնելն է։ Հիշեցնեմ, որ ինչ-որ ժամանակ, ասենք, սովետական տանկերը կանգնած էին ընդհանուր մինչև Դրեզդենում, հա, այդ այսպես կոչված գերմանական դեմոկրատական հանրապետությունը, որը Չեխոսլովակիան, Գերմանիան, Հունգարիան, իրանք բոլորը այսպես կոչված սովետական ճամբարում էին եւ ակնհայտորեն դեռ տեղ չէր մնում եւ մնում էր Արևմտյան Գերմանիան եւ Ֆրանսիան, մեծ հաշվով, Բենիլյուքսը Ֆրանսիան, պայքարելու բանը այդ էր։ Սա վտանգավոր էր եւ բոլորը միասին պայքարում էին եւ 91 թվականից հետո քանդվեց եւ այս գործընթացը ոնց որ սովետական միության թուլացում եւ այլն, իրանք 94 թվականին ապահովեցին, որ Ուկրաինան այդ Բուդապեշտի հայտնի մեմորանդումը Ուկրաինային զրկեցին միջուկային զենքից եւ արխային գան, դրանից հետո մինչեւ 97 թվականը ՆԱՏՕ-ն ընդլայնվեց, եկավ հասավ մոտարապես այն վիճակի, որը հիմա ավելացել են մենակ Ֆինլանդիան եւ Շվեդիան, դա իհարկե պայմանավորված է ուկրաինական պատերազմով եւ Ռուսաստանի վարկով, բայց մինչև շատ երկար տենց ՆԱՏՕ-ն կանգնած էր։ Ինչա կատարվում ԱՄՆ-ում։ Ուրեմն ի սկզբանե խնդիրը իհարկե ԱՄՆ-ում դրված էր, որ Եվրոպան պետք է ավելի շատ գումարներ դնի ՆԱՏՕ-ին, բայց դա ոչինչ չէր փոխում։ Դա ուղղակի դրա պատճառը իզոլյացիոնիզմն է Ամերիկա։ Այդ ինչ որ կոչվում է Մոնրոյի դոկտրին։ Ես պետք է ասեմ, որ Մոնրոյի դոկտրինը դա ինչ որ 1823 թվականից է եւ դա թուլության նշան ամեն անգամ, երբ ԱՄՆ-ն հայտարարում է առաջին անգամը չի։ Ամեն անգամ երբ ԱՄՆ-ն հայտարարում է, որ ինքը Մոնրոյի դոկտրինի շրջանակներում ինչ որ փոփոխություններ է անում, բան է անում, ինքը խաղից դուրս է գալիս։ Ուրեմն 1823-ին է եղել, բայց չեն կարողացել ապահովել։ Դրան կարելի է առանձնացնել կարճ ասեմ, հա։ Հետո Թեդի Ռուզվելտն էր, որը Մոնրոյի դոկտրինը մի քիչ վերաձևափոխեց, հարձակվեց Կուբայի վրա, վերցրեց Ֆիլիպինները, բան ինչ որ ինքը տենց բաներ անում, ասում էր, խնդիրը որն է, ասում էին եվրոպական երկրներին, ասում էին մի խառնվեք, մենք ձեր մոտ չենք խառնվի, դուք մեզ մոտ մի խառնվեք։ Դա սկզբից իսկ առաջ տարիներին դա բանն էր։ Ամերիկան ուզում էր կրկներ հոգու խորքում իմպերիաների ճանապարհը ինքը ստեղծեր, ինքը իր կայսրությունը ստեղծեր Ֆրանսիայի եւ Բրիտանիայի նման, մի փոքր քիչ ավելի Գերմանիայի, հա, եւ հիմնական որպես հակակշիռ բավական լավ հարաբերություններ էր հաստատում Ռուսաստանի հետ, որտեղ Ռուսաստանը հեռու էր եւ թույլ էր եւ վտանգ չէր ներկայացնում իրան, բայց ինքը կրկնում էր դա, ուղղակի նրանց ասում էր, դե դուք մի խառնվեք ինձ մոտ, ես էլ ձեզ մոտ չեմ խառնվի։ Ինքը իրականում բավականին տենց հավասարակշռված մոդել էր, ոչ Ֆրանսիային, ոչ Բրիտանիային պետք չէր, չնայած օրինակ Նապոլեոն III-ը մտել էր Մեքսիկա եւ գրեթե գրավել էր, տենց առանձնապես բան չկար։ Այնուհետ Թեդի Ռուզվելտը ասեցինք Վուդրո Վիլսոնը, հայտնի Վուդրո Վիլսոնի ազգերի լիգան, որը որ իրականում մենք դրանից ամենամեծ տուժվածն ենք, որ ազգերի լիգան կոնգրեսը բան չարեց, չհաստատեց եւ մենք մնացինք այտենց բանով։ Նենց որ երբ որ Տրամպը ասում է, որ ինքը բան է անում Մոնրոյի դոկտրինը, ինձ մոտ միանգամից այս բանը վառում հերթական մեզ համար շատ վտանգավոր, այսինքն ահավոր վտանգավոր գործընթաց է սկսում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում են ռեալ պոլիտիկ, հաջորդ անգամ իդեպ դա Կիսինջերն էր։ Այսինքն դա այսպես կոչված ամերիկյան ռեալ պոլիտիկն է, որ եթե բրիտանացիք ասում են մենք չունենք ընկերներ, մենք ունենք հետա շահեր, Ամերիկայում տենց չի։ Ամերիկայում շահեր չունեն։ Ամերիկյան դասական քաղաքականությունը արտաքին, որը պայմանավորված է Մոնրոյի դոկտրինով, դա փողն է, շահը չի։ Շահը, в смысле, ոչ թե շահը,
Պարսկից։ Շահին, շահ։ Փողը, քեշ։ Հիմա ինչ անում Տրամպը։ Տրամպը ասում է եղբայր ինձ փող ա պետք։ Ինքը ամեն ինչ վաճառում է։ Ինքը վաճառել է իր պատիվը, իր արժանապատվությունը։ Ինքը վաճառել է ինչ որ մարդկանց փորձում է վաճառել սպիտակ տան արևելյան թևը, որ սարքեն Տրամպի անվան ինչ որ բան։ Դուք հասկանում եք բարդակի մակարդակ։